Հարցազրույցներ բազմիցս տվել եմ, բայց այսպիսի մի բան, քանի որ ինչքան հիշում եք, կանխատեսումները արել էի Թրամփի համար, նրա կյանքի հետ կապված, այդ 5 օր առաջ, մահափորձից առաջ հստակ, բայց հենց ձեր եթերներն էլ էի դիտարկում, այո, անցած օրն հենց այդ հատվածի համար ասել եմ, այս անգամ գիտեք ինչն է կարևոր, քանի որ երկու ղեկավարները, նաև 3 ղեկավարները, տվյալ դեպքում ԱՄՆ-ի նախագահը, Ռուսաստանի նախագահը մեկը երկօրյակ, մյուսը կշեռ, նաև մեր երկրի վարչապետը, հա, Հայաստանի վարչապետն 8-ի տարերքի ազդեցության տակ են գտնվում, իսկ Յուպիտերը, որքան հիշում եք, մայիսից 2024 թվականի մայիսի 16-ից մտել է երկօրյակ եւ այնտեղ է լինելու մինչ 2025 թվականի հունիսի 9-ը։ Յուպիտերը բարեկեցության մոլորակն է, երկօրյակը խաղաղ նշան է, բարդ մոլորակային դիրքան, այն ինչ որ անցած տարի ապրիլին էր, ես այստեղ ասել եմ եւ նաև այդ ժամանակահատվածում եւ հարձակման վտանգ կար, դե արդեն դրա մասին խոսել ենք, որ ուղղակի դրա փոխարեն հողերը խաղաղ ճանապարհով տրվեցին, դա աստղաբանության հետ այն առումով է այսպես առնչվում, մենք ուղղակի մոլորակային դիրքեր ենք տեսնում։ Բարդ դիրքեր ամսի 29-ի խավարման մոտ։ Բայց ես կարծում եմ, որ տվյալ դեպքում այդ գերտերությունների միջև տիրող, չգիտեմ, ճակերտավոր թե իրական, խաղաղասիրական այդ մղումները դեռևս շարունակելի են մինչ 2025 թվականի հունիսի 9-ը, քանի որ երկօրյակը Յուպիտերը դեռևս այնտեղ է գտնելու։ Հետո, երբ որ Յուպիտերը անցավ արդեն խեցգետնի կենդանակերպ եւ պատերազմի դադարի համար եւ խաղաղության պայմանագրեր ստորագրելու համար տարբեր երկրներում ավելի բարդ է լինում եւ իմջայլոց Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Ես կարծում եմ, որ այնտեղ մանավանդ ռուսական աստղաբանները, քանի որ նրանք գիտեն շահեկան դիրքերում են գտնվում, ես կարծում եմ, որ ուղղորդում են, նրանք կփորձեն այս ժամանակահատվածում խաղաղության պայմանագրի հասնել, բայց Ուկրաինայի դեպքում դեռևս նրանք մտածում են, երկու կողմում է Սելելոնը աստղաբաններ են աշխատում, չգիտես, ամեն օր տարվա ամսվա մեջ մոտավորապես 9-10 օրը մեկ լուսինը դրական դիրքեր է կազմում, իրենք կարող է այդ օրերին ինչ-որ բան որոշեն, ամեն 7 օրը մեկ լուսինը բարդ դիրքեր է կազմում ինքն իր հետ կամ իրավիճակներ, դրա համար հստակ ոչինչ չեմ կարող ասել, բայց այն, որ Ռուսաստանը կցանկանա այս պահին կնքել հաշտության պայմանագիրը, որտեղ նա գտնվում է գերշահեկան դիրքերում մինչև հունիսի 9-ը, դա միանշանակ է։